Վեղրի միջանցքը տալիս ենք ժողովուրդ, էլ ուրիշ ինչ հեքիաթ կարա հորինի ընդդիմությունը։ Ուզում եմ ասեմ մի քիչ ավելի հետաքրքիր հեքիաթներ հորինեք, որ գոնե մի քիչ իրականությանը մոտիկ լինի։ Պատմելուց sense մի քիչ լսվի, հեսա կդնեմ մեր վարչապետի կողմից, որ փաստում է, փաստերով, որ միջանցքի մասին խոսակցությունը նույնիսկ փակված է։ Կդնեմ հեսա կնայեք։ Դուք հիշում եք 5 տարի շարունակ մեզ մեղադրում էին, որ մենք ինչ-որ մեկի միջանցք ենք խոստացել, ինչ-որ մեկի միջանցք ենք տալու, կամ ինչ-որ մեկի միջանցք ենք տալու կամ տալիս։ Ստորագրված փաստաթուղթը ի վերջո այդ գոյություն երբևէ գոյություն չունեցած թեման ի վերջո դուրս բերեց օրակարգից։ Ինչ եմ ասում գոյություն չունեցող, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո այդ թեման անդադ շրջանառվել է եւ ես 2020 թվականի նոյեմբերին եմ անդրադարձել այդ թեմային, ասելով, որ այդպիսի բան լինել պարզապես չի կարող։ Եվ ահա Միացյալ Նահանգների հետ ստորագրված համաձայնագրի նախագծում ոչ միայն ընդգծում է, որ թրիփ նախագիծը իրագործվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում, այլև լրացուցիչ պարբերություն է ավելացել, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա։ Այսպիսով միջանցքի գոյություն չունեցած եւ արհեստականորեն ներմուծման փորձերով մեր հանրության ներկայացված թեման գոյություն չունի։ Նայեցիք, ժողովուրդ ջան, բան խոսալուց խոսացեք իմաստավոր, խոսացեք փաստերով, ոչ թե փորձեք վախի մթնոլորտ մտցնեք ժողովրդի մեջ։ Խոսակցություններ տարբեր պետությունների կողմից շատ կարա լինի, բայց դա հետաքրքիր է, թե ինչա գործում, ինչա անում մեր իշխանությունը։ Ստե ամենակարևորը էս պահին էդ է, ոչ թե, չգիտեմ, Ալիևը ինչ էր խոսում կամ Եսիմով ինչ էր խոսում։ Շատ բան կարա խոսա։ Դու մի հատ նայ ինչ է անում մեր իշխանությունը, հետո փորձի խոսալ։ Հետո մի հատ էս բաներ, դուք Ալիևի խոսանցածները եք նայում, դենց հետաքրքիր է ձեզ։ Որովհետև ինձ ոչ հետաքրքիր չի։ Էրդողանը ինչ է խոսում կամ Պուտինը ինչ է խոսում կամ Եսիմով ինչ է խոսում։ Ինձ հետաքրքիր է իմ երկրում ինչ է կատարվում։ Կարա մյուս երկրների ղեկավարները օրինակ խոսան իրենց երազանքի մասին, բայց պրոստը տես փուչիկ երազանքներ։ Դու նայ Հայաստանի Հանրապետությունում ինչ է կատարվում։ Էս էլ փաստը, որ ցույց տվեցի վարչապետի կողմից արձանագրած, դուք էլ մտածեք, եթե նոր ընդդիմություն կուզենա առաջանա, ինչ հեքիաթ պատմի, որ ավելի մոտ լինի աթոռակռիվը վերջակետին տանելու համար։ Ես բացի սրանից ուրիշ ձեռք չեմ կարող արձագանքել։